Ես հավատում եմ ամանորին մոգական ուժին։ Քաղաքն է երևի տրամադրում, որովհետև այս տարի այլ զարդարանքները մի փոքր շուտ սկսեցին։ Ամեն տարի դեկտեմբերի սրտի թրթիռով եմ սպասում, ենթագիտակցորեն ուզում եմ գնալ մանկություն։ Ձեզ համար ինչ են տոները։ Ընտանեկան տոնը եւ ոչ թե մրցավազ Տոները մեզ երջանկություն պարգևելու համար են։ շատ հաճելի է իրականում մամա լինել ու վայելել այդ ամանորյա երուզերը։ Ամանորը տոն է, որը պահանջում է սիրելիների ներկայություն։ Տաքուկ մեծ միջավայրն է կարևոր, որ ընտանիքում պահպանվի։ Տարիքի ընթացքում ես հասկացա, որ տոները ծնողներն էին ստեղծում մեզ համար։ Ինձ համար այդ տանը լինելը, այդ հափուկ հագնվելը, ֆիլմ նայելը, միասին համեղ ուտելը, դա ինձ համար աշխարհում անփոխարինելի մի բան է։ Ողջույն բարեկամներ, ձեզ հետ կրկին մենք ենք քաղաքի ոդկասթը եւ այսօր դուք չեք սխալվում, տեսնում եք ավելի տոնական, մի քիչ ուրիշ թե Դիանա, թե Տաղավար եւ թե Երևան Մոլ, վստահ եմ ովքեր այս ընթացքում եկել են Երևան Մոլ, այս շքեղ գեղեցիկ դեկորները տեսել են, եթե դեռ չեք եկել, ապա շտապեք գալ մոլ ու վայելել տոնական տրամադրությունը, իսկ այսօր մեր եթերը հենց նվիրված է ամանորին, տոներին, տոնական տրամադրությանը, ունենք հրաշալի հյուրեր, շտապեմ ներկայացնել մեր հյուրերին, ինֆլուենսեր, կենթանասեր Կամիլա Ահարոնյան եւ Այսուհետ Մկոյան եւ այդ մասին նույնպես կխոսենք եւ մեր շատ սիրելի ինֆլուենսեր գործարար Աստղիկ Ալավերդյան, այո, ինչու ոչ։ Աստղիկ նաեւ Պողոսյան Այո։ Աստղիկ Ալավերդյան Պողոսյան։ Միայն ես եմ, որ ուղակի Դիանա Հարոյան եմ։ Շատ ուրախ եմ այսօր ձեզ տեսնել մեր տոնական ջերմ տաղավարում։ Նմանապես։ Ու շատ մերսի, որ եկել եք, որովհետև այս տոնական թոհուբոհի մեջ վստահ եմ բոլորս ունենք շատ քիչ ժամանակ, ուղղակի այսպես հանգիստ նստելու, խոսելու եւ հավանաբար նաեւ մեզ լսողները տոնական այս թոհուբոհի մեջ ինչ որ գործ անելով են հավանաբար մեզ լսում, մենք ձեզ ապրոմակցում ենք։ Ուզում եմ մինչև այդպես հերթով ինչ որ հարցերով կանցնենք բան, ուղղակի դուք պատմեք, թե ձեզ համար ինչ են տոները, մանկությունից սկսած մինչև այսօր, ոնց է տոնի ընկալումը փոխվել, ինչ էր տոնը առաջ ձեզ համար եւ ինչ է տոնը այսօր, երբ արդեն մեծ կյանքի մեջ ենք խոսում, Աստղիկը երեխաների հետ է արդեն այդ թեմաների մեջ, Կամիլան նոր է ամուսնացել, ընտանեկան նոր դրություն, ոնց եք զգում այս թեման։ Միգուցե ենթագիտակցորեն ուզում եմ գնալ մանկություն, դրա համար էլ ամեն տարի դեկտեմբերը ինձ համար այսպես սրտի թրթիռով եմ սպասում ու այդ օրերը շատ այսպես սրտի թրթիռով է անցնում։ Ինչու եմ ենթագիտակցորեն ուզում գնալ մանկություն, որտեվ այդ տարիները, չգիտեմ, ուրիշ ձև էին, այդ ամանորը, այդ միգուցե այդ սողության պատճառով էր թե ինչ, այդ ամանորի լիությունը մի տեսակ այսպես շատ սպասելի էր բոլորի համար։ Իհարկե հիմա տարիները փոխվել են, ամեն շատ ավելի հասանելի է բոլորի համար, բայց այդ անհոգ, այդ մանկության մաքրությունն ու պարզությունն է միգուցե ինձ ձգում, որ ես գնամ մանկության հուշեր, բայց հիմիկվա կյանքը շատ տարբեր է նախկինից, ավելի հետաքրքիր է, ավելի գունեղ, որ տեսնում եմ, թե ոնց են երեխաները այլ կերպ ընկալում ամանորը, շատ ավելի հաճելի է, ուրախալի, շատ հաճելի է նաև այդ ամանորյա նվերների պատրաստելը, որովհետև Հենց դա էի ուզում հարցնել նվերների մասով, քանի որ նաև երեխաները արդեն կան ու մեծ են երեխաները, ոնց են ընկալում ու արդյոք երեխաները մի քիչ փոխել են տոնի նկատմամբ ընկալումը մեծերի։ Հա, ավելի հեքիաթ է դառնում ծնողների համար, երբ որ արդեն երեխաներ ունես, ուզում ես իրենց տոնական օրերը ավելի հետաքրքիր դարձնես, բազմազան, այսպես անակնկալներով լի, որովհետև մի բան է, որ այդ անակնկալները դու պատրաստում ես այսպես սրտի թրթիռով, մի այլ բան է, երբ որ տեսնում ես իրենց փայլուն աչուկները, երբ որ իրենք այդ անակնկալը ստանում են կամ այդ օրը, որ իրենց համար կազմակերպել ես, վայելում են, շատ հաճելի է իրականում մամա լինել ու վայելել այդ ամանորյա երուզերը։ Հոգս չէ այսինքն։ Հոգս միայն այն պատճառով է ինձ համար հոգս, որ այսպես այդ խցանումներ, ասենց անընդհատ դու շտապում ես, ուզում ես ավելի շատ բան հասցնես, այ դա է հոգս, այդ մասով հոգս է ինձ համար, բայց մնացած մասերը ես վայելում եմ։ Ինչ լավ։ Կամիլա, դու ինչ կպատմես։ Այո, իսկապես ամանորի տոների ընկալումը վերջին տարիներին ինձ համար էլ է փոխվել ու առհասարակ մեր ընտանիքում արդեն տոները ոչ թե այդ վազքի, խառնաշփոթի մասին են, վերջին մի քանի տարին մենք եկել ենք իմ ընտանեկան մամայիս, պապայիս տանը, եկել ենք այն եզրահանգման, որ տոները պետք է վայելենք։ Այսինքն պետք է պատրաստենք միայն այն ամենը, ինչ մենք ենք սիրում, գնենք միայն այն, ինչ մեզ է դուր գալիս եւ տանը
մենք երևի թե մեր կյանքի բոլոր ամանորները դիմավորել ենք մեր ընտանիքում, տանը, սեղանի շուրջ, մեր շնիկների հետ միասին բնականաբար եւ իրենց չենք կարող քանի որ մենակ թողնել, դրա համար դիմավորում ենք, տոնում ենք տանը, դիտում ենք մեր սիրելի ֆիլմերը անպայման ըստ հերթականության եւ մոտ 3 օր փորձում ենք անցկացնել տանը մտերիմներով, ընկերներով երբեմն եւ տարիքի ընթացքում ես հասկացա, որ տոները ծնողներն էին ստեղծում մեզ համար եւ ամբողջը կարելի է ասել հորինված տոն է, հորինված ամանոր եւ այդ հորինում են մեր ծնողները եւ վերջին տարիներին ինձ համար ընկալումը փոխվեց, որ ես եմ ուզում հիմա ծնողներիս ուրախացնել, ինչպես նաեւ արդեն ամուսնուս ծնողներին արդեն վերջին 3 տարին նվերների փաթեթավորումը ամբողջությամբ փոխվել է, օրինակ եթե ընկերուհուս պիտի նվիրեմ, գուցե ավելի համեստ փաթեթավորում անեմ, բայց ինչը որ ծնողների մասին է, քանի որ իրենք միշտ այդպես եռանդով ջանք են գործադրել, այն հին ժամանակներում ավելի մեր մանկության տարիներին սուղ է եղել, դժվար է եղել, շուկաներից, չգիտեմ, ավելի այնպիսի տեղերից էին, այլ երկրներից էին պատվիրում, իսկ հիմա ամեն ինչ հասանելի է եւ այս հասանելիության մեջ մենք պիտի ամեն ինչ անենք, որ իրենք ժպտան, ուրախանան եւ գուցե մի փոքր զարմանան։ Ես հիշում եմ նախորդ տարի ամուսնուս ծնողների համար մեծ նվեր էի գնել եւ այնպես էի փաթեթավորել, ինքս դեկորը ընտրել, մտածել, սոսնձել, չգիտեմ, սենց ամեն դետալ, որ ինձ համար էլ շատ դժվար էր, դա ինձ դժվար է տրվում ցանկացած այն ամեն ինչ, որ ձեռքով պիտի պատրաստեմ։ Առանձին մենք ընտանիքում ունենք ավանդույթ, որ շնիկների համար ենք նվերներ գնում, դա փաթեթավորում ենք դնում, ենք տոնածառի տակ ինքներս մեզ համար, այսինքն մենք փոքրիկ տոն ենք ստեղծում եւ ինչպես նաեւ նվերը փաթեթավորելն է փոքրիկ տոն դառնում, այնպես էլ բացելը եւ կարծում եմ այս տարի եւս այդպես է լինելու։ Վերջին տարիներին մեզ համար ամանորը ոչ թե դեկտեմբերի 25-ից 30-ից է, այլ քաղաքի զարդարանքներն էլ մեզ հուշում են, որ դեկտեմբերի 1-ից արդեն մենք մոտենում ենք ամանորին եւ պետք է տրամադրվել ամենտեղ զարդարանքներ, սոցցանցերում ամանորյա տրամադրություն, նկարներ, մենք էլ ամեն մեկս ուզում ենք համապատասխան լինել եւ փորձում ենք ավելին անենք, չգիտեմ ինչքանով է դա ստացվում, բայց մեր տրամադրության վրա ամեն դեպքում ազդում է։ Վերջին տարիներին անգամ մենք միշտ մեր ընտանիքում Եղևնին դնում ենք դեկտեմբերի 30-ին կամ 31-ին, ոնց որ դիմավորում ենք հենց այդպես ամանոր, այսինքն ոչ թե սնունդ ենք պատրաստում 31-ին, այլ արդեն հանգիստ ամեն բան արված, Եղևնին ենք զարդարում լույսերը։ Այս տարի, չգիտեմ, երևի թե առանձին բնակվելուց արդեն որոշել եմ Եղևնին շուտ դնել, որովհետև ուզում եմ գնամ տուն, լույսերը ամբողջությամբ անջատեմ, սուրճը դնեմ եւ միայն տանը լինի Եղևնու լույսերը, չգիտեմ, քաղաքն է երևի տրամադրում, որովհետև այս տարի էլ զարդարանքները մի փոքր շուտ սկսեցին ու մեզ էլ արդեն տրամադրում են, որ հեսա ամանորն է գալու։ Ճիշտ է, մենք իհարկե կվերադառնանք նաեւ այդ թեմային, թե ինչու է վերջին տարիներին ամանորը ձգվում մի ամբողջ ամիս, անգամ ամիսուկես եւ դա ինչ մշակույթ է, որտեղից է եկել եւ ինչու է սնվում այդ մշակույթը այսքան ակտիվորեն, բայց ուզում եմ հիմա մի քիչ վերադառնանք էլի նոր տարվա գաղափարին, սպասումներ, շատերս մեր vision board-ն են գծում, ինչ ենք պլանավորում 26-ին, մի բան, որ վաղուց ուզում ենք անել, դեռ չենք անում, սպասում ենք նոր տարին գա, երկուշաբթի օրվա նման երկուշաբթին գա, ամսվա 1-ը լինի, հիմա 2026-ը լինի ու սկսենք։ Մի քիչ ուզում եմ այս բաներից խոսենք, ինչքան ակտուալ է ձեր շրջապատում, ձեր կյանքում նոր տարվա նորի սպասումը, հենց կապվում նոր գալիք տարվա հետ եւ որ պլաններ ենք գծում, շատերս ինչ որ բիզնես նպատակներ ունենք, որ թողել ենք եկող տարվան, շատերս մեր անձնական կյանքի ու անգամ սովորությունների հետ կապված բաներ ունենք։ Ինչ եք կարծում, աշխատում է այս նոր տարվա երևույթը, նոր սովորությունների, նոր մոտեցումների ձևավորման համար, ինչ որ պլացեբոյի էֆեկտ ունի, թե իրականում այդպես խոսում ենք, բայց անցնում գնում է հունվարի 4-ից նորից նույն մարտն ենք, ինչ որ դեկտեմբերի դիցուկ 25-ին։ Ես օրինակ մի քանի նպատակ եմ դրել, այսպես, որ պետքա 26 թվականին պարտադիր դրանք անեմ ու հենց անձամբ ինձ հետ է կապված ու ես դա բարձրաձայն եմ ասել երեխաներից ներկայությամբ ու դա եւս մեկ պարտավորեցնող Փախչելու տեղ չկա։ Միգուցե այն մարդկանց թվին պատկանեի, որ ասում են երկուշաբթի օրվանից պետքա սպորտի գնամ, բայց քանի որ արդեն բարձրաձայն ես ասել եմ իմ նպատակների մասին, անպայման պետքա դա իրականացնեմ, ինչքան էլ դժվար լինի ժամանակի մեջ չկարողանամ տեղավորվել, որովհետեւ այդ իմ օրինակով երեխաներիս համար օրինակ կլինեմ, որ իրենց ինչ որ ուզում են դրանց հասնեն։ Իրականում մարդու տեսակից է գալիս դա։ Ես քանի որ տեսակով շատ այսպես նպատակասլաց եմ ու
պարտադիր իմ նպատակին Մենք հասնող։ գիտենք, Կարծում եմ կստացվի, մյուս տարի կասեմ ստացվեց թե չէ։ այսինքն օգնում է նոր տարվա գաղափարը ավելի շատ հավատ ունենալ այդ նոր մտքերին, նոր մոտեցումներին, որ ուզում ենք որդեգրել եկող տարում։ Այո, իհարկե, քանի Ինչ-որ որ չափով, այո։ ամանորը հենց մոգական, Ահա։ այսպես երազանքների իրականացման հետ է կապված, նաև դա է ստիպում, որ դու հավատաս այդ քո նպատակներին ու կարողանաս ուժ գտնել ու իրագործել։ Ընտիր, Ինչ որ չափով այո, կարծում եմ, բայց այնուամենայնիվ շատ սուբյեկտիվ է, քանի որ եթե օրինակ ես ուզում եմ այսօրվանից արթնանալ առավոտյան 6-ին, ես պետք է այսօրվանից անեմ։ Եթե ես թողնեմ երկուշաբթի օրը կամ հունվարի 1-ից կամ հաջորդ տարի, ես դա միևնույն է չեմ անելու, որովհետև եթե կա 1000 պատճառ դա անելու, 1001-ը կգտնվի դա չանելու համար։ Դրա համար եթե կան մարդիկ, ում ամանորը կօգնի հասնել նոր նպատակներին եւ ստեղծել նոր նպատակներ, որոնք կիրագործվեն, ապա թող ամանորը օգնի։ Եթե ոչ, ապա սիրելի ընկերներ, եկեք այսօրվանից, ես փոքրիկի մեջում էլ հայտարարություն ունեի, որ սիրելի ընկերներ, եկեք այսօրվանից քնենք գիշերը շուտ եւ արթնանանք առավոտյան շուտ եւ փորձում եմ դեռ որ իմ խոստումը պահել, կարծում եմ ինչ որ մարդկանց կօգնեմ, որովհետեւ փոքրիկ մոտիվացիա է, որ եթե ես դա կարողանում եմ անել, ապա դա ինչ է, որ մեկ ուրիշ չկարողանա անել։ Դրա համար փորձենք ամանորը դարձնել մեզ համար եւս մեկ մոտիվացիա, բայց ոչ հիմնականը։ Շատ համաձայն եմ, իրականում ինձ համար էլ միշտ ամանորը կարծես կապվի այն բաների հետ, որ ես մինչև հիմա չեմ արել ու հետ եմ գցել, հիմա արդեն նոր տարի է, էլ տեղ չունեմ չանելու, բայց հետո ինձ բռնում եմ իհարկե մտքի վրա, որ շատ բաներ այդպես էլ չեմ արել ու պետք է սկսել ցանկացած հաջորդ օրը, բայց ես համաձայն եմ Աստղիկի հետ, որ այդ մոգական, այդ նոր բանի, կարծես դու իսկապես նոր լինես, շատ մարդիկ իրեն ծննդյան օրերն են կապում նոր տարվա սկզբի հետ, ինձ համար իրականում իսկապես նոր տարին է նորի սկիզբը, տպավորությունն է, որ մի քիչ էլ իրականում փոխվում ենք, ես ինձ վրա զգում եմ ամեն հունվարին, անգամ իմ էջից է երևում Instagram-ի, ես ամեն հունվարին կարծես նոր ինչ որ մարդ լինեմ, նոր կերպարով արթնացած այդ տարի, դրա համար ես հավատում եմ ամանորի մոգական ուժին։ Եկեք խոսենք հիմա մի քիչ ավելի կոմերցիայից, որովհետև բոլորս ինչ որ կերպ դրան առնչվում ենք եւ շատ արդարացի նշեցիք, որ առաջ օրինակ մեր տներում տոնածառը դրվում էր դեկտեմբերի գոնե թե 15-ից հետո 20-ից հետո, իսկ հիմա քաղաքը արդեն անգամ նոյեմբերի 20-ից է սկսվում, հա, այդ զարդարվելու process-ը, բոլորը ֆոտոշութեր են անում, ընտանեկան ֆոտոշութեր, անհատական ֆոտոշութեր, պրոֆեսիոնալ, հեռախոսով, փողոցով, ստուդիայում։ Ու տպավորությունն է, որ եթե մենք այդ նույնը չանենք, կամ միջին մարդը, որը դիցուկ չունի ակտիվ սոցիալական էջ, հա, սոցցանցերում, միևնույն է, երբ տեսնում եմ մենք ակտիվանում ենք, իրեն թվում է, որ դե ուրեմն ինքը հետ է մնում, հա, մենք անում ենք, որ օրինակ ունենանք ակտուալ կոնտենտ, շատ հաճախ, իսկ մարդկանց որոնք դրա կարիքը բնավ չունեն, թվում է թե իրենք հետ մնացին։ Այս վիճակը նույն կերպ գնումները, նույն կերպ շոփինգը, օրինակ Երևան մոլը լիքն է այդ խցանումներ, մարդիկ, շատ գնումներ, հերթեր, գուցե դրամարկղում ժամերով հերթ կանգնես ամենահասարակ բանը գնելու համար, որտեղ մարդիկ կարծես թե մրցում են իրար հետ։ Ինչ խորհուրդ կտաք մարդկանց տոնական այս օրերին, ինչպիսի վարքագիծ ունենան ձեր փորձով, ձեր կարծիքով, որ համ տոնը վայելեն ու ունենան այդ տոնական իրական տրամադրությունը, բայց համ էլ հետ չմնան կատարողից, որովհետև եթե ճիշտը խոսենք, իսկապես եթե դու նաև ոչինչ չանես, այդպես տանը նստես, հավանաբար նաև այդ տրամադրությունը ուղղակի չի գա քեզ վրա։ Ինչ որ մի բան, մի եղևնի պիտի լինի տանը, մի գուցե ֆոտոշութից մի երկու նկար պիտի դու էլ հրապարակես, որ քեզ լավ զգաս։ Ո՞րն է սահմանը այս երկու բանի մեջ չընկնելու ծայրահեղության։ Ամանորը իրականում այո, նաև մենք անդրադառնում ենք մեր սոցէջերի միջոցով, ինչպես նաև տան զարդարանքների, մեր հագուկապի, գնումներ կատարելը, նվերները, եւ ես հույս ունեմ, որ օրինակ մենք մեր աշխատանքի բնույթն է, երբ որ մենք կատարում ենք ավելի շատ ֆոտոշութեր, նկարահանումներ, դա մեր աշխատանքն է, եկեք դա փաստենք եւ արձանագրենք, եւ շատ այն մարդիկ ունեն մեծ էջ եւ ունեն փոքր էջ, այսինքն ուրիշ ոչնչով մենք չենք տարբերվում, եւ այն մարդիկ մեզ նման ովքեր ունեն մեծ էջ կատարում են ֆոտոշութերը, ամանորյա տրամադրությունը եւ այն մարդիկ ովքեր ունեն փոքր էջ ոգեշնչվում են դրանով եւ փորձում են իրենք էլ անել, ես միայն ուրախ եմ, ես շատ երջանիկ եմ, եթե կարող եմ անգամ մեկ հոգու ոգեշնչման աղբյուր դառնալ եւ եթե կկրկնօրինակեն անգամ հագուստը, դիզայնը, ես իսկապես ուրախ կլինեմ, որովհետեւ ես էլ չէ նայում եմ մեկ ուրիշին, ով որ ինձ համար ոգեշնչման աղբյուր կլինի, թե հայ, թե արտասահմանյան եւ այդ ամենը տոքսիկ չէ, ուզում եմ դա նկատենք։ Այսինքն այո, մարդկանց թվում է մենք մրցակցում ենք, ընկել ենք ինչ-որ բաների հետևից։ Մրցակցում ենք երևի թե ինքներս մեզ հետ, որովհետեւ ես օրինակ այս դեկտեմբեր ուզում եմ ավելի շատ
ամանորյա տրամադրություն ստեղծել թե իմ էջում, թե իմ կյանքում, քան նախորդ տարի։ Քանի որ ես ավելի շատ ռեսուրս եմ ներդնում, ավելի շատ ֆինանս, աշխատանք, ժամանակ, առողջություն, ինչու ոչ, կտրում եմ իմ հարազատների հետ շփումից, իմ ընկերների եւ դա ներեմ դնում աշխատանքի մեջ եւ իհարկե դա պետք է երևա, պետք է ես ցույց տամ իմ էջում եւ նաեւ ուրախ եմ, որ շատերը նույնությամբ որևիցե մի բան անում են եւ նշում են, ասում են Կամիլայից վերցրել եմ այս միտքը, դա ուղղակի անսպառ էներգիայի ու մոտիվացիայի աղբյուր է։ Իսկ ինչ անել վերադառնամ քո հարցին, որpիսի մրցավազքի մեջ լինենք, բայց եւ հետ չմնանք, ամեն դեպքում լինենք։ Այո, որովհետեւ ամանորը տոն է եւ հարկավոր չէ նրան սարքել արտառոց եւ այդ կաշվից դուրս գալու process-ը չլինի, քանի որ այդ իմ սիրած արտահայտությունն է, քանի որ երբ որ մարդ իսկապես չափից դուրս ներդրում փորձում անի եւ դա չի արդարանում։ Եկեք հասկանանք եւ ընդունենք, որ տոները մեզ երջանկություն ապարգևելու համար են, այլ ոչ թե գնալ դեպի հարկավոր պրոգրես լինի մեր կյանքում, այսինքն սիրով լցվի այդ օրերը, ուրախությամբ, տոնածառով, արդեն իսկ օրերը ցրտել են, ամեն ինչ մռայլ է, տխուր է դառնում եւ ես շատ ուրախ եմ, որ մենք նոյեմբերից տեսնում ենք լույսեր։ Մեր օրը փոխվում է անկեղծ, երբ որ քաղաքի զարդարանքները սկսեցին, իմ տրամադրության վրա մեծ փոփոխություն եղավ, որովհետև ես սկսեցի արդեն նոր տարվա նվերներ ստանալ, ամբողջությամբ դրել եմ դեռ զարդարանքներս պատրաստ չեն լիարժեք, ամբողջությամբ դասավորել եմ այդ եղևնիներ, փոքրիկ, չգիտեմ, զարդարանքներ, նվերներ, որովհետև մեզ համար էլ դա փոքրիկ ուրախություն է եւ մոտիվացիա, որ առավոտյան 6-ին արթնանալու եմ, գնամ նկարահանման, ես գոնե դեռ, չգիտեմ, դեկտեմբերի սկիզբը, բայց ես ունենամ այդ տրամադրությունը եւ կարողանամ փոխանցել ուրիշներին։ Մեր մեծ էջ ունենալու եւս մեկ առաքելություն է, որ մենք տանք դրականը, որովհետև բացականը այս կյանքում, այս աշխարհում եւ սոցցանցերում չափից դուրս շատ է։ Եվ ինչու չանել դրականը լիցքավորել մարդկանց, եթե մենք դրա հնարավորությունը ունենք։ Շատ լավ։ Աստղիկ, ես կուզեմ դու խոսես նաև մամայական դիրքերից, որովհետև հիմնականում տան անդամներից մամաներն են այս տանջանքների մեջ, համ ուզում են այդ ամբողջ լայֆսթայլ վիճակը պահել, համ բալիկներին, համ ընտանիքի բոլոր անդամներին կերակրել, նվերներ, հարևանի սեղանից լավը, հարևանի լուքից լավը։ Ինչ անեն հատկապես մամաները, որովհետև ամեն դեպքում, երբ մենք մայրիկներ չենք, երևի մեզ մի level ավելի հեշտ է տրվում ամեն բան, ես մամայությունը շատ բարդ եմ պատկերացնում։ Այո, մամայությունը բարդ է, բայց նաև իր մեջ շատ հաճելի կետեր ունի, որը արժի դրան գնալ։ Հաստատ։ Այսպես, ուզում եմ նախորդ հարցիդ էլ անդրադառնամ մրցավազքի հետ կապված։ Ուղղակի պետք է մեր հասարակությունը հասկանա, որ այս տոնը որից պետք է հաճույք ստանալ, վայելել, ընտանեկան տոնը եւ ոչ թե մրցավազք, ով ինչ հագավ, սեղանը ավելի կամ չգիտեմ որտեղ նշեց։ Ընդհանրապես մեր ընտանիքը այդ կոնտեքստի մեջ չի, որովհետև նախ ոչ մի տարի, արդեն 13 տարի ամուսնացած ենք, ոնց որ ընտանիք ունեմ ու ոչ մի տարի այդպես ավանդական հայկական ամանոր չենք նշել, սեղանի ծայրից ծայր, այդպես ոչ ես միշտ համեղ բաներ եմ պատրաստում, նույնիսկ պատվիրում եմ մասամ այդ երեկոն հետաքրքիր այսպես ավելի շատ տրամադրես ընտանիքին, քան խոհանոցում անցկացնես։ Տաքուկ մեծ միջավայրն է կարևոր, որ ընտանիքում պահպանվի, իսկ երեխաների հետ կապված իրանք շատ անհամբեր են ամեն տարի սպասում, թե երբ ենք դնելու եղևնին, արդեն երկրորդ տարին է բնական եղևնի եմ դնում ու իրականում դրա հաճույքը ու այդ գեղեցկությունը լրիվ անհամեմատելի է արհեստական եղևնու հետ, այսպես կարծես բնական ինչ որ շունչ կա տանը ու շատ ավելի գեղեցիկ է։ Երեխաները շատ են ուրախանում ու շատ սպասում են այդ օրվան, ամեն օր հարցնում էին մամա երբ ես դնելու, մամա երբ ես դնելու, այսպես երբ փոքր էին միասին զարդարում էինք, իսկ հիմա երբ որ ես ինֆլուենսեր եմ, ես դա անում առանձին նկարելով, այո, առանց երեխաների, որտեղ պետք է։ Այո, ինձ համար կարևորը այդ տանը ջերմ, տաքուկ այդ մթնոլորտը ստեղծելն է։ Հանգստությունը։ Այո, երբեք չեմ սիրել ամանորը դրսում դիմավորել, եղել են 1-2 տարի, որ արտերկրում կամ ինչ որ ռեստորանում ենք եղել, բայց ամեն տարի ասում եմ, «Էլ չեմ ուզում, որովհետև ինձ համար ես շատ տան մարդ եմ ու ինձ համար այդ տանը լինելը, այդ փափուկ հագնվելը, ֆիլմ նայելը, միասին համեղ ուտելը, դա ինձ համար աշխարհում անփոխարինելի մի բան է»։ Հա, գուցե մենք շատ ենք ռոմանտիզացնում, բայց իսկապես դա այդպես է։ Ես էլ ամենաընտանեկան եւ տան մարդկանցից մեկն եմ, ով րոպեներն է հաշվում տուն վերադառնալու եւ հենց դա էլ եղավ պատճառ,
որ ես իմ հիմնական աշխատանքը, այսինքն գրաֆիկով աշխատանք չունենամ եւ ես օրվա մեծ մասն անցկացնեմ տանը ու դեկտեմբերը հատկապես ավելի սիրով է լցվում տունը, այդ լույսերը, անկեղծ լույսերը շատ այդ փոքրիկ լույսերը ամբողջ տրամադրության վրա ազդում են իսկապես երեկոյան, որ անգամ պիտի նստես աշխատես, այդ լույսերը քեզ փոքրիկ ուժ են տալիս։ Ես շատ համամիտ եմ, իրականում դեկտեմբերը շատ աշխատանքային է բոլորիս համար անցնում։ Ուզում եմ նաև ցույց տալ ինչքան տարբեր ենք բոլորս, ինչքան էլ այդ տան փափուկ միջավայրը իմ դուրը շատ է գալիս, բայց օրինակ դեկտեմբերի վերջ ես ուզում եմ հայտնվել լրիվ այլ միջավայրում ու չլինել տանը, եւ ես տանը չեմ հիշում վերջին անգամ մենք երբեք հենց տանը նշել։ Գուցե երբ որ արդեն բալիկներ կլինեն նաև կփոխվի տրամադրությունը, բայց քանի որ մեր շատ տարբեր մարդիկ են լսում, ուզեցի անպայման իմ այս մի քիչ ուրիշ կողմն էլ ներկայացնել, որ ինձ դուր է գալիս լինել դրսում, թեկուզ ոչ Հայաստանում, չնայած պիտի խոստովանեմ, որ նախորդ տարի երբ Հայաստանում չէի, երազում էի, որ Հայաստանում լինեի, որովհետև միևնույն է ամանորը տոն է, որը պահանջում է սիրելիների ներկայություն, անկախ նրանից թե մենք ինչ ենք սիրում, բայց ինձ համար էլ այդ նոր միջավայրում լինելը, այլ ձևով, այլ տեղում դիմավորելը տարին շատ հետաքրքիր է դեռ թվում, չնայած որ ես կանխատեսում եմ, որ մի քանի տարի անց ես այսպես աստղիկի նման, նաև Կամիլայի նման նստելու եմ ու ասեմ, որ այո, տանը ամեն դեպքում ուզում եմ, որ մարդիկ, ովքեր մեզ լսում են, ֆիքսեն, որ ով ինչ սիրում է, դա է ճիշտը իր համար, այո, տոները, այո, հենց դրա համար են, որպեսզի անենք այնինչ մեզ է դուր գալիս։ Պարտադրող ոչինչ չկա, եթե մեկը սիրում է ընտանիքի հետ հրաշալի է, մարդկա սիրում է միայնակ անցկացնել, չտոնել։ Մարդկա միայնակ է եւ չունի այլ ընտանիքի անդամներ եւ բացարձակ ոչինչ պարտավորեցնող չէ, այսինքն մենք մեր նախասիրությունը չենք կարող սարքել օրենք եւ դա պարտադրել։ Եվ ուզում ենք, որ մարդիկ ավելի հանգիստ լինեն իրենց էմոցիաների հետ, որովհետեւ շատ մարդիկ կան, օրինակ կիսվում են, պատմում են, որ իրենք այս ամանորյա տոնեն, երբ բոլորը շատ ուրախ ենք, տոնական ենք, իրենք այդքան տոնական չեն, հազար խնդիր ունեն, ինչ որ հարցեր ունեն, շատ աշխատում են, մարդիկ կան աշխատում են նաեւ այդ տոնական օրերին ու հաճախ իրենք ավելի շատ դեպրեսիայի ճակերտավոր դեպրեսիայի մեջ են ընկնում մեր շատ ուրախ լինելուց, քան որ իրենք այդքան ուրախ չեն։ Այո, չենք կարող պարտադրել մեր ամանորյա տրամադրությունը, որովհետև մենք էլ ամեն դեպքում ռոբոտ չենք եւ մենք էլ ամեն օր չենք կարող այդպես ժպիտը դեմքներից արթնանանք, այդ շատ հաճախ ամանորյա նկարահանման հետևում արցունքներ են թաքնված, որի մասին ոչ ոք չի իմանում, անքուն գիշերներ են, որ ուրած աչքերով պիտի արթնանաս, ժպտաս, բայց այդ ժպիտը ես հույս ունեմ, որ ինչ որ մեկին ուրախացնում է եւ ես դա անում եմ, այսինքն ինչքան էլ որ մենք էմոցիոնալ, անկեղծ եւ մեր սիրտը բացում ենք հանդիսատեսի առաջ, այո, կարող ենք այդպես էլ կոչել, հեռուստադիտող կլինի, ունկնդիր կլինի այն բոլոր մարդիկ, ովքեր հետևում են եւ նայում են, բայց միևնույն է կան շատ կետեր, որոնց մասին ոչ ոք չի իմանում եւ այո, եթե մենք լինեինք այլ ոլորտում, մենք դա պետք է ցույց տայինք, այսինքն դա կտեսնեին, այսինքն եթե ես մինչեւ դեկտեմբերի 31 օրվա վերջ աշխատանքի եմ լինելու, բնականաբար ամբողջ ամանորը ինձ համար դառնում է մի աշխատանքային կծիկ, որից ես շուտ ուզում եմ ազատվեմ եւ գնամ տուն, հանգստանամ կամ մեկնեմ երկրից, այսինքն մեր տրամադրությունը ոչ ոք ստիպված չպիտի տանի եւ չպիտի պարտավորեցնող լինի այնուամենայնիվ։ Եկեք փորձենք համ ամփոփենք, համ էլ հասկանանք ամեն մեկս ինչ սպասում ունենք եկող տարուց, ինչ բարեմաղթանք ունենք մեր լսարանին, ամեն մեկից լսարանին, քաղաքի ոդկասթի լսարանին, Երևան Մոլի սիրելի մեր այցելուներին, ինչ ենք մաղթում եկող տարվա համար, ինչ ակնկալիքներ ունենք եւ ըստ մեզ ինչպիսին կլինի 2026-ը, որովհետեւ ինչպիսին էր 25-ը արդեն բոլորս ցույց ենք տվել, ովքեր մեզ հետևում են տեսել են ոնց է անցել, բայց ինչպիսին կլինի 26-ը մեր սպասումներով ու կանխատեսումներով եւ ամեն մեկս մի բարեմաղթանք մեր սիրելի լսարանին։ Իհարկե ամեն տարի ավելի լավն ենք ուզում լինի մեր կյանքում եւ շատ կարեւոր է մեր տրամադրվածությունը, դրական մտածելը։ Ես միշտ ասում եմ, որ ես երբեք ոչ մեկի հետ չեմ համեմատվում, ոչ մեկի կյանքի հետ իմ կյանքը չեմ համեմատում, ես ունեմ իմ ուրույն ճանապարհը ու մրցակցության մեջ երբեք ոչ մեկի մեջ չեմ։ Եվ դրա համար միշտ ինքս ինձ ասում եմ, որ օրինակ պետքա 2026 թվականին ավելի լավ մայր լինեմ իմ երեխաների համար, ավելի լավ կին լինեմ ամուսնուս համար, ավելի լավ տնօրեն լինեմ գործընկերներիս համար, ավելի լավ ինֆլուենսեր լինեմ իմ ֆոլոուերների համար, եւ ավելի լավ աստղիկ լինեմ ինքս ինձ համար։ Դրա համար այն կետերը, որ ասեցի 2026-ին ուզում եմ իրագործել, դա ամբողջությամբ իմ անձի հետ է կապված, որ ես ինքս իմ վրա աշխատեմ, ավելի կատարելագործվեմ, ավելի լավ աստղիկ լինեմ ինքս ինձ համար, առանց որևէ մեկի հետ մրցակցության։
Եվ ուզում եմ, որ այդ մրցակցությունից դուրս գան, նաև շատ կուզեմ, որ մյուս կանայք դուրս գան այդ մրցակցությունից։ Ես շատ եմ տեսնում, որ շրջապատում բոլորը մյուսի հետ մրցում է, դա միայն այն անհանգստություն, միայն անլիարժեքության զգացողություն է տալիս կնոջը։ Պետքա փորձել ինքնաբավ լինել, գնահատել այն ինչ որ ունես ու միայն դրական մտածել, որպեսզի քո կյանքում դրական բաներ տեղի ունենան։ Բարեմաղթանքը հենց երևի դա էր, որ մտածեն դրական։ Այո, այդ շատ կարևոր է։ Դրական մտածելակերպը ամբողջ մեր կյանքի ոլորտներում է տարածում, թե աշխատանքում, թե տանը, ու մի քիչ պետքա մարդիկ բարի լինեն։ Այո, Բարի լինեն։ Հենց Բարությամբ ուզում էի այո, անցում Կամիլային։ անցնել իմ բարեմաղթանքին, որպես այդպեսին, եթե անդրադարձանենք ինձ, ապա ես կուզենամ լինել ավելի աշխատասեր, չզլանամ X բաներ անելու, եւ ես միշտ ասում եմ, քանի հնարավորություն կա, պետք է շատ աշխատել, որ մեր ավելի շատ երազանքներն ու նպատակները կարողանանք իրականացնել, դա եւս փոքրիկ մաղթանք կլինի, բայց իմ ամենամեծ մաղթանքը, որը ես կուզենամ բոլորին ուղղել, այո, հենց բարությունն է։ Իմ առաջ ոչ թե ամեն տարվա վրա է նպատակ, այլ ամեն օրվա անել փոքրիկ ավելի բարի քայլեր, որոնց մասին ես շատ հաճախ եմ լռում, բայց նաև կիսվում եմ, որովհետև բարությունը վարակիչ է եւ փոքրիկ հուշում բարությունը եւ ամեն բան ինչ կատարում ենք, միևնույն է մեզ վերադառնալու է։ Անենք բարի գործեր, թող դա մեզ վերադառնա։ Իմ նպատակներից է իմ անձի հետ կապված օգնել ավելի շատ անօգնական կենդանիներին բնականաբար։ Ես ուզում եմ ամեն օր գետ մեկ դրսում ապրող կենդանի գտնի տուն, ավելի կուշտ լինի եւ իմ մաղթանքը դա կլինի, եկեք սիրենք թե մարդկանց, թե կենդանիներին, որովհետեւ նրանք մեր հասարակության եւ ինչպես նաեւ ընտանիքի լիարժեք անդամ են եւ եկեք անենք փոքրիկ բարի գործեր, որոնք մեզ անպայման վերադառնալու են։ Հրաշալի, այս ուրախ նոտայի վրա, սիրելի բարեկամներ, ուզում եմ հիշեցնել, որ անցնող տարում 2025-ին Երևան մոլը գտավ նոր ճանապարհ իր լսարանի հետ ավելի անմիջական, ավելի գեղեցիկ ու անկեղծ շփվելու, եւ դա քաղաքի ոդկասթն էր։ Մենք ունեցանք շատ եթերներ, շատ էպիզոդներ, այդ էպիզոդները կարող եք գտնել մեր YouTube-յան էջում, եւ եթե դեռ չեք դիտել մնացած էպիզոդները, ապա ամանորը շատ լավ ժամանակ է հետ գնալ եւ լսելու մեր բոլոր էպիզոդները։ Մենք ունեցել ենք հրաշալի հյուրեր, իսկ ես այս տարվա համար կմաղթեմ, որ մենք լինենք մի փոքր ավելի հանդուրժող միմյանց նկատմամբ եւ հասկանանք, որ մարդիկ տարբեր են, ճակատագրերը տարբեր են, ընտրությունները տարբեր են եւ ավելի շատ սիրենք իրար եկող 2026-ում, լինենք առողջ եւ մնանք քաղաքի ոդկասթի հետ ու շարունակենք այցելել քաղաքի մոլ, Երևան մոլ։ Լավ եղեք։